ուղղակի ավելի հստակ կձևակերպեք ձեր պահանջը, ինչ պահանջով եք այստեղ հայտնվել։ Մեր պահանջը, որ 2025 թվի ամառվա զորակոչի հարցը լուծելի դարձնեն, մենք բազմիցս նամակներ ենք ուղարկել, պատասխանները մերժվել է, միգուցե օրենքը իրենք էլ չեն նկատել, որ 2007 թվի ամառվա զորակոչի հարցը լուծեն, դա ուժե 4-5 ամիս է։ Ինչ նկատի ունեք ասելով հարցը լուծեն։ Ինչպես որ 24 ամիս է մեր երեխեքին է ամառվա զորակոչը, ինչպես եւ հունվարի զորակոչն է, նույնը դարձնեն եւ մեր երեխեքի, քանի որ խոսքը գնում է 2007 թվի երեխաների մասին։ Իսկ ում եք նամակներ ուղարկել ու ինչ բովանդակությամբ։ Նամակներ ուղարկել է ծնողները, ճիշտ ասած ես ինքս չեմ ուղարկել, բայց դե մերժվել է։ Դուք եք ծնող։ Այո, ես զինվորի ծնող եմ, տղաս ծառայել է, մյուսը ուժը ամառվա զորակոչ։ Ինչ հիմնավորմամբ է մերժվել։ Որ չեն կարող օրենքը հետադարձ ուժ չունի, ամեն հարցում հետադարձ ուժ ունի, միայն 2007 թվի երեխեքին հետադարձ ուժ շատ հարցա, որ պետք է վերանայել։ Իսկ այսօր կառավարությունից ինչ սպասելիքներ ունեք։ Տեսնենք, հիմա արդեն Փորձել եք հանդիպում պահանջել։ նամակ եք փոխանցելու, թե հիմա անձամբ զրուցել նամակ եք։ կոնկրետ Պաշտպանության նախարարի հետ եք փոխում ցանկամ հանդիպել։ Չէ, չգիտեմ ում հետ են հիմա ներսում են, ում հետ են այդ մեկը չեմ կարող ասել, մի 3-4 հոգի մոտ է։ Հա, ձեր ծնողների մի մասը ներսում է։ մենք ունենք 7000 զինվորներ, որ ծնողներ 7000 հոգի ամառվա զորակոչի նման իրավիճակի մեջ են։ Ուղղակի չեն եկել, որպեսզի ամբողջը մեծ չլինի, խնդիրներ չառաջանա, ամեն մեկը մի հատ մարզերում են։ Սիսյանից են, Գորիսից են, չեն կարող հասնել մեզ։ Մենք մոտակա տարածքներից ենք, որ կարողացել ենք գոնե մի փոքր լսելի դարձնել զինվորի ծնողի ասածը հարգել։